Ես ծնվել եմ 29 թվականի հունվարի 10-ին։ Հայրս մահացել է, ես մի տարեկան եմ եղել։ Լուրջ պատմենք, որ իրար հասկանանք, աղջիկ ջան, եթե եկել եք, բայց մի բան գլուխ ա գալի։ Հա։ Բան որ ընտանիքը, չասիվ ընտանիքը, իմ մաման ունեցել է 4 երեխա, ետիմ ա պահել։ Մենք շնորհքում մամայիս ենթակված երեխեք ենք ելել, բայց կռվի մասնակից ենք եղել։ Տուն չենք ունեցել, մի հատ գոմը մենք կացել, ապրանքը միտեղ, մենք էլ միտեղ, վերջապես ապրել ենք։ Ապրել ենք, այն ոնց որ յոլա, յուղացու յոլա քնալ։ Վերջը մեծացել ենք։ 5 տարի կռվի հետ, դեմից ու 29 թվականին հաշվի 5 տարի, որ կռիվը վերջացել է, քանի տարեկան եմ եղել։ 7-րդ դասարանի աշակերտ եմ եղել։ Դպրոցից հանել են, այսինքն դիրեկտորի միջոցով, յուղի նախագահի միջոցով, Հասուն աղջիկյանցը, տղայանցը հանել են դպրոցից կողել կոլխոզը, որ հունձ անեն։ Ամեն կոլխոզի ամեն գործն անեն, որ ապրենք։ Այդ մեր կյանքն է հաշած։ Նրանից հետո մեծացել ենք, ապրել ենք, ամուսնացել ենք, դժբախտ տեղ, ետիմ երեխա, ուզածս տուններ, պատրոնացս ունել էսա, չասիբ, եկել ենք դժվել ապրել, տուն դառել։ Ժողովուրդը համ հանգիստին, համ ուրախին, թեկուզ տուժվում են, թեկուզ շատին աշխատեն, թեկուզ պակասին աշխատեն, բայց տրամադրությունները ուրախ է։ Հմիկ վապեր չի, հմի աշխարհը լիքն է, ժողովուրդն էլ աշխատող է, լավից վատից ապրուստ ունեն, բայց անտրաբանդ իրեն, թե ընտանիքը, թե դրսում հնգեր բարեկամի հետ։ Իսկ դա ձեր կարծիքով ինչի համար է տենց։ Դե կարծիքն է, որ ես առողջություն ունենաս ու աշխատանքի ես կարաս ապրես։ Չասբին ու հիվանդինով բանի տեղտել եմ բալաջան։ Օրենքը մաքուր փոխվել է։ Հմի ամեն մարդ, հմի իմ դիտենալովը, ամեն մարդ ընտանիքում քանի հոճա ու խելքը հասնում է կարանի, նա իր ղեկավարն է։ Իսկ ընդով մեր ղեկավարը, հերներ ղեկավարը, պապն ու ծածնի ղեկավարը ջահել է, անպայման ենթակա է։ Նրա մայր խիղճերը հանդիստ ապրելի։ Գրաղիցը կողմնակի վատ խոսող չկար։ Իրանք ու իրանք է։ Հմի շատ է, հմի կյանքը ուրիշ է։ Հմի կյանքը մաքուր փոխվել է։ Ինչով է տարբերվում։ Դե տարբեր է, որ ապրուս չկա, մեկն ուզում է ինքն ապրի։ Աշխատանք չկա, ուզում է, որ ինքն աշխատի ապրի։ Ուզում է, որ ինքը լավն լի, ինքն առաջ գնա։ Կյանքը փոխված է, բալաջան, մաքուր փոխված է։ Այ ջահել, ոնց որ մի կյանքով գնալիս է։ Իրանց ասած խոսքի համապատասխան։ Օրինակ ես ինձ որ իմ ընտանիքի որ վեր ունեմ, թեկուզ հերանցը ստանից եկած, թեկուզ ստեղ, իմ ընտանյական տուժը շատ ալել։ Որովհետև տուն չեմ ունեցել, ապրուս չեմ ունեցել, երկու ամուսիններով անգրադետ ենք կնել, փեշակ չենք ունեցել, զորով, կյանքի ուժով, հաշտվելով, մարդուկնիկ իրար հասկանալով, ես իմ ուժերովը առանց որևէ մեկի օգնության տուն ու տեղ եմ տվել։ Աղջիկ եմ ունեցել, ամուսնացել եմ, տղա եմ ունեցել, ամուսնացել եմ։ Հիմա իմ ընտանիքը, իմ կյանքը անցկացածների համապատասխան ոչինչ ապրում ենք։ Երբ որ պատերազմը սկսեց, ասեցի քանի տարեկան էիք։ Ես երևի կլեի մի 17-18 տարեկան։ Այդ դրվագներ մի քիչ կպատմեք պատերազմից։ Դե մեր որ հանդերեմը ջեղի տղի հետ, նրանք 18 տարեկան, մենք էլ ասենք 17-16 տարեկան, դաշտերեմը, քշերը մնալով գումերեմը, հունձ ենք արել, ռաուզը ենք կացել կոլխոզի մա հունձ արել, խորոմ արել, եկել յիկունը մալատին կեցկալը կասել, շատ ենք ուժ քաշել։ Կռվի ժամանակ երիտասարդությունը շատ ածուժվել։ 2016-ին է պատերազմ եղավ, 20 թվականին է պատերազմ եղավ։ Այ
ինչով էր տարբերությունը նախկին պատերազմի ու այս պատերազմի։ Դե նայած հաջողությունը ոնց են մտել կղվիզար ոնց են սուսեցի կարող է 10 հոգի քնացել են բոլորների հետ են եկել կարող է 10 հոգի քնացել են երկուսն հետ եկել կռվի հետ չես կարալ բաց թողնել որ ով կարա համ քնա համ կա Ինչն էր այդ ժամանակ ձեզ ուշ տալիս տղերքին ուշ տալիս որ պայքարեն կռվեն։ դե կռվում են ազապտայքը քնին որը կալ երկու աղբերի ունեի կռվովը քնացին այս կռվը առաջի կռվովը մեկն եկավ խելագարված կանտուշ տարած տանը եղավ 19 թիվ էր իմ մեծ աղբերը մին 22 թիվ էր եկավ ոչ լամը չես օրը ճամփա պահենք որ իմ աղբերը կազի ոնց սև թուղթ եկավ ոնց մահվան թուղթ եկավ մեղրուտու մեր մահացածների նկարների հետ իմ աղբոր նկարը դրած է ջահել 22-23 տարեկան երեխա բայց մենք պետությունից ինները մենք լավ շճեցինք ինները պետությունից ոչ մի օգուտ իմ աղբորտանց հաշվին չստացավ 7 մանե թոշակ տվին 7 մանեթ թոշակով ապրեց այն էլ իրան տանը որտեղ որ կերում էր իր տղի հետ հարսս հետը յորա չքնած ես վերիստեղ 5 տարի պահեցի մորս վարդալվում էր թաղել իմ աղջիկ ջան այ այդ կյանքով ենք ապրել հիմի ոնց ուզում ես որոշի մեր աշխատել եմ 30 տարի ծննդատանն աշխատել եմ ընդիան են թոշակ ինձ որտեղ ասես աշխատել եմ ես ծանր հետ որ դասվեց ձեռներս սկսել եմ որ երկու կոպեկ առնեմ իմ ընտանիքը պահեմ հիմա թոշակի եմ ընդիան չեմ կարող երեխա քնագողն ձեռով օգնեմ աշճերիս տեսողությունը մի քիչ վատացել է մանկալս չեմ կարող հիմա երեխանցս վրա է դե միան չել ոչ կպահեն ինչ կանեն այդ ասեմ ինակ են անիլ այդ ասեն իմ երեխեքը են անիլ բայց լավն են երեխեքը ընտանիքս լավն է Տատ օրինակ ասում էին այն ժամանակ այդքան զենք չունեինք բայց այն ժամանակ հաղթեցինք հա իսկ հիմա զենք ունեինք ուժեղ բանակ ունեինք բայց պարտվեցինք ինչով է այդ տարբերությունը տարբերությունն է դա որ հմյան են մարդի ես ասիրեմ որ ինքն ապրի ինքն ունենա ինքը ղեկավարը լինի շատ դիզենոց հողին են որ իրանի լավը դիտի լավ բան կա նրան առաջ չեն գցել նրան հերվանալ մեր նայեց կաղն ինքն առաջ քնա ըհը չես տարբերություն եթե նա մի կարպետ գործ դիտի թողա ուրիշը խսի գործի ոչ նախկինումը տես չէր ձեր ժամանակը տես չէր հա ձեր ժամանակ ոնց էր ինչը միաբան էիք թե էլի տենց բան կար ես չէ միաբան ենք միզերին իրար ասումին իրար հարգանին ընդորվա ժողովուրդը մաքուր ուրիշ էր այն մեր հետի երեխա բախտու հասունացած բախտն ու ամուսնացած բախտը տարբերություն շատ կա աղջիկ ջան տարբերություն շատ կա հնի երկու խոսքն իրար ասես կարող է փռնվես դու կրակն ընկնես որը որ քեզ մա դուզա որը որ քեզ մա դուշա իսկ որ ես ես սխալ եմ հանամ դու լավ ես ես որ ես խելքին ես կղափարին որ ես կարեի իմ կղափարով ամեն ինչ անեմ կարեի անեմ հնի տես չունեի փող չունեի կարասի որ առաջ քնա անբերի համ հեր չունեի համ ամուսինս էրան գրադեց համ էլ տուն ու տեղ չունեինք համ էլ եղած էր սառանք ըհը մնացինք սե բայց հնի ինձ ես հասնում ին դասավորած միտքը հլա պարիդվյովը ունեցող չկա ես կարամ դառն ասել Տատ ինչ խորհուրդ կտաք հիմիկվա երիտասարդներին հա երիտասարդներին ջահելներին ինչ խորհուրդ կտաք ես խորհուրդ կտամ որ համեստ լինեն խելոք լինեն ամենակարևորը պատվով ու նամսով լինեն ընտանիք կազմեն հարուստ հեչասի իրանց ընտանիքով ապրեն եւ էլ պակաս խոսքը պետք չի ասես էլ իրանցը տենանի ասես էլ ոչ իրանցը տենանի ավելի լաված ու թե միջահասակ ես թե պարավես տեղը նստի իրանք ինչ կանեն կանեն ես դա հասկանում եմ որ ավելի լավ է հեռու գնալ քան գործի մեջ ընկել խանգարել բալաջան
Եթե ծերը տարիքը թամամը պետք է ինքն իրան հաշվի տա որ էլիս ոնց գրել ոնց ընտրելու Ազիջան էտա այդքանը կարամ ասեմ դաժան կյանքով ենք ապրել լավ կյանքով ենք ապրել փառք Աստծո որ սա հենց էլ յոլա քնակ այդ բանա այս կյանքով էլ որ յոլա քնակ այդ լավա ուրիշ բան չտենանք երեխեքը մեղք են երբ որ պատերազմը ավարտվեց այդ ուրախության մասին կպատմեք էլ ուրախություն չկար ժողովուրդը իրանք համար ուրախ են այո նվագող ունեինք ջահել չունեինք զուռնա չունեինք գեղիցը թաղիցը Վեինք են թաղի մի տեյից նվադել ենք ալի մեզ տեղել մեղրուտը մեր քնած կծենաս որ մարդիկը որտեղ են հոփալը որտեղ են զրիցալը ունեն այդ հատկությունը ժողովուրդը ինքն իրանից ուրախ էր այդ ուրախությունը ինչից էր գալիս իրանց հանգստությունից իրանց ապրելակերպից իրանց երեխանցի Բա հիմա ինչի այդ ուրախությունը չկա հա հիմա այդ ուրախությունը չկա Հիմա այդ ուրախությունը չկա կնվես հրսանիկ նստեմ ուրախ ես հետ խուրես այդ մարտերաստանը վեճենեմ կալիքոտունը էլեն մարտնես էլեն տխունես Ինչի հետ է դա կապված Դե սստի հետ ապրելակեր ամենակարևորն ապրելակերպի ամենակարևորը մարդը եթե ինքը լավ ապրի իր լսելիքն ու իրան հարգանքը տեղնելի նա լավա նա միշտ էլ լավա Ազիջան Վադությունը միշտ էլ վատ խոսքից նա դուրս գալի անհարգանքությունից նա դուրս գալի բայց որ հարգանքը տեղնա պատիվը տեղնա լավ ես ու լավ ես լավ մարդը մի ծիրմա իրան հաջի ով էլ ուզում ալի Բալաջան Նայեք ասում են խաղաղություն են վերել այսինքն հայ-ադրբեջանական հարաբերությունները հիմա դեպի լավն է գնում դուք հավատում եք դրան Խիչ եմ հավատում որ միջին շնորհքով մարդկայ արան քանդող չիլի դբայրան չիլի հաղաղ մնա բոլորն էլ լավը կլի որ մի եզլան էլ զուլավը չես մեղավոր է ինչով է մեղավոր դու էլ լավ լալի եթե լավը կա վատախի ես զուլանը աղջիկ ջան հավատում եմ կարող է հաղաղ լինի լավնանա ետ տառնա մեր լավ թիվը մեր աշխարհը մեր ժողովուրդը բայց որ անող չկա ունի ես պահանջը բոլորս էլ ցանկանում ենք լավն լինի հաղաղալի մեր երեխեն սաղալի երեխեքս որ տանից դուրս են գալի ավտոն նստում դուրս գալի մինչև տուն ակալի արդեն բջերես չորանում գարիկն եկա ոչ մարդուն եկա ոչ իմ հարցն ասմախի ես անհագստան մասնեմ այլս ծվետիկ ջան ավտոով են շարը շատ է հմիկվա շարը շատ է բալազան երեխեքը որ մի ժամ էլ թեստուն գան լավ է հմի վախն ես բայց ընտով քնին բարեկամից անջենեմ հարևանից անջենեմ ուրխանեմ կազմակերպը լավնանեմ արխեինի գիտենք որ մեր հեվանից աննա մեր բարեկամից աննա կկա էլի երեխայա կկա Թուրքերի հետ որ ապրում էիք այն ժամանակ ո՞նց էր Ինչը Թուրքերի հետ որ ապրում էիք ո՞նց էր շատ հաղաղ Բայց հիմա կարանք թուրքերի հետ ապրենք այդ խաղաղությունը կլինի Կարող է մի խելքով մարդ մի տեղից դուրս գա ճանապարհը հասալ գործի Սոփոզի զավոդն աշխատել եմ 5 տարի 8 կնիցինք 8-ի 5-ը թուրքերն են ընդ են ապրել հացնել ենք իրար հետ ուտում ջուրնել ենք իրար հետ խմում բայց միջրեին կար նախանց մեր հացիցը որ ուզեր որ ասեի թուքազվան անըմը թուքազվան էր Եթե չէ մեր հացիցն ուտը Անչի ասեր իմ հացը կծողեմ քունը կուզեմ ձեր հացը թու ասել թե չեն ձեր հացերա կար միջրեի նախանց Կարևոր են չորսնել լավն են մոտոր հայ հաղաղ աշխատում ենք ապրանքին ծախում արժնում ենք մենք ինք ծախում արժնում ենք Իմ տղին բանակ տանելիս իմ մարդունին որ բանակին տանեմ Իմ տան ամենաշատ կանչորը թուրք էր թե մարդ թե կնիկ Սաղներով արաղներով եկան իմ տանը այս տները լիքը Հայն ու թուրքը երկու ջուրասազան դարին բերել
մինը հայկական, մինը թուրքական նվագը։ Արին իմ երեխին ճամփուտերին։ Բայց հիմա կարա տենց լինի տա։ Չէ, հմի չի լինի։ Ինչն է որ չի կարա տենց։ Հմիկվա նախանձությունն ու գիտելիքները ժողովրդի միջը շատացել է։ Պրակտիկ են շատ է։ Ընդո միամիտ ենք։ Ընդո մենք Երևան երեխեն ասեինք, օրինակ մեր գուրջենը, մեր երեխեն։ Իսկ նայած մենք հլացակա։ Հմի գիտելիքները ուչ երեխեն է դիդյուրտի քնած։ Իմացար։ Չի կարող պատահի, որ աշխարհը դզվի, դառնա այն, որ մենք ապրել ենք։ Փաստորեն այն ժամանակ ավելի լավ էր, քան Ավելի լավ ենք ապրում։ Ավելի լավ ենք ապրում։ Չասիվ ենք ապրում, տնական ենք ապրում, բայց լավ ենք ապրում։ Մենք ինները, իմ աղբերը իրանց ծերոն աշխատում են, մենք ներելած նուտում ենք։ Հնիկ վաղայձի չի։ Հնիկ վաղայձի, հնիկ վա էլածը, ոնց որ ուղղած ես արհեստական էլի։ Արհեստական էլի։ Մենք դա հենց ենք ապրել Աղջան, ուշի չգիտեմ։ Ուշի չգիտեմ։ Օրինակ, այլ ինչ լավ հիշողություններ կարաք պատմեք։ Դե հենա դիտողություններն են, որ ինչքան սաղ ես աշխատիլ ես, որ ապրես, ինչքան դիտելիք ունես, ասիլ չտես, որ յոլա գնաս։ Հմիկ վաժողովն ուրիշ են Աղջան։ Հմի պետք է ամեն բանով զուսպել ես։ Ընդոշտ հետ չէր։ Արամ Փիրուզյանի ու Վեկտոր Համբարձումյանի ժողովն էր մեր եղապրու։ Կատարածուն եկավ կանչե ժողովրդին, որ եթե ժողովն սկսանա, ժողովրդին թող արին լսրին գրասենյակը, ժողովն սկսեցին։ Այդ մարդին, որ պերին, որ կնալտի բեմը նստիր իրան եղելություն ամի, ոնց որ ես եմ ասան, մեր իրա գիտելիքներն ասի, որ եկավ հասավ շեմքը, մեր եղեցը մի հատ լենարեղ մարդ էր, ասալ է շատ շանտղին ես ուր վեի։ Իման լոգոլա, են հատ աղասարան վեկալան տարան, 5 տարի տվին ու են ինչ կնած ու կնած չեկա։ Իսկ մի շեմքը մարդը կծմեն արտոյի ծակը, ով անարա տերը, ասմենա կալ չեր, խմիլ չեր, բրծավ կնած։ Հմի գործը դժարալ, ցավը տանեմ, ժողովրդին դժար կհասկանաս, մեջև հասկանամ ես աստեն ուշա։